Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման եւ դրա շուրջ բանակցությունների ավարտին։ Վարչապետը ընդգծել է համաձայնագիրը ստորագրելու Հայաստանի պատրաստակամությունը։ Քննարկվել են նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը Եվրամիության օժանդակությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեկ այցելել էր Իջևան լրագրողների հետ զրույցում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը կարևորել է խաղաղությունը Հարավային Կովկասում, կոչ արել Ադրբեջանին անհապաղ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Նա նշել է, որ տարածաշրջանը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն Իջևանում նախհանդիպեց Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ, ծանոթացավ դիտորդական առաքելության կողմից իրականացվող աշխատանքներին։ Այնուհետև լրագրողների հետ ունեցած զրույցում Ռասմուսենը նշեց, որ ցանկանում է Հարավային Կովկասում խաղաղություն տեսնել եւ գոհունակությամբ արձանագրեց այն փաստը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը եւ կարծում եմ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ խիզախություն է ցուցաբերել համաձայնելով այդ փաստաթղթին։ Եվս մեկ անգամ Ադրբեջանին կոչ եմ անում հնարավորինս արագ ստորագրել այդ համաձայնագիրը։ Այն խնդիրները, որոնք լուծված չէին, հիմա լուծված են Հայաստանի կողմից արված զիջումներով, այնպես որ հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է։ Հետևաբար վերջինս պետք է շուտապույտ կերպով ստորագրի այն։ Նա նաև հավելեց, որ կիսում է հայ ժողովրդի հիասթափությունն այն առումով, որ Ադրբեջանին ուղղված միջազգային հանրության կոչերը հետևանքներ չեն ունենում։ Անդերս Ֆոգ Ռասմուսենի կարծիքով այս անգամ միջազգային հանրությունը ազդեցություն կգործի Բաքվի վրա եւ կպահանջի, որ նա հնարավորինս շուտ ստորագրի համաձայնագիրը։ Բացի խաղաղության համաձայնագրից նա հայտնեց, որ աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ ծրագրին։ Եթե այդ նախաձեռնությունը կյանքի կոչվի, դա կնպաստի տարածաշրջանի առևտրի եւ բազմակողմանի համագործակցության զարգացմանը։ Ահա այս պատճառով էլ ես ցանկանում եմ, որ Եվրամիությունն օժանդակի ճանապարհների, երկաթուղու եւ այլ ենթակառուցվածքների կառուցմանը։ Վերջին շրջանում ադրբեջանական մամուլում տարածվող ապատեղեկատվություններն այն մասին, որ իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, տարբեր վերլուծությունների առիթ է դարձել։ Այդ թվում, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ պատրաստվում է սրել իրավիճակը։ Հարցին, թե արդյոք հնարավոր է Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիան, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշեց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հավանական ռազմական գործողություն նախապատրաստելու վերաբերյալ տեղեկատվության ինքը չի տիրապետում։ Հույս ունեմ, որ միջազգային հանրությունն իր կողմից ուղերձ կհղի Ադրբեջանին, որ վերջինիս հարձակումը կամ ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ չի կարող ընդունելի լինել միջազգային հանրության համար։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայ-ադրբեջանական սահմանից Եվրոպական միության դիտորդների հնարավոր հեռացման մասին խոսելիս նշեց, որ իր կարծիքով դա բացասաբար չի ազդի տարածաշրջանի խաղաղության վրա։ Երբ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, դա կնշանակի փոխվստահություն երկու երկրների միջև։ Իսկ սահմանը վերահսկելու համար հետագայում կարող են օգտագործվել նաև այլ մեխանիզմներ, բայց ես համոզված եմ, որ այս հարցը կարելի է լուծել շատ իրատեսական ձևով եւ գիտեմ, որ Հայաստանի կառավարությունը ըստ էության ընդունել է այդ խնդիրը լուծելու տարբերակ։ Մեր հարցին, որ եթե կնքվի խաղաղության համաձայնագիրը, ապա ադրբեջանական կողմը արդյոք կվերադարձնի հայ գերիներին, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշեց, որ ապօրինի կերպով անազատության մեջ պահվող հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ամբողջացումը նշանակում է, որ կողմերի միջև բանակցությունների ընթացքում բարձրացված բոլոր հարցերը լուծվել են։ Հայ գերիները պետք է անմիջապես վերադարձվեն, պատկերացրեք, ունենք խաղաղության համաձայնագիր, ինչը նշանակում է, որ բանակցությունների ընթացքում բարձրացված բոլոր հարցերը լուծվել են։ Ադրբեջանը կփորձի ձգձգել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ինչի մասին վկայում է այն փաստը, որ Ադրբեջանն այժմ բարձրացրել է Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը։ Նշեց Ռասմուսենը, հավելելով, որ նույնիսկ նման բան անելու ցանկության դեպքում սահմանադրություն փոխելը շատ բարդ ու տևական գործընթաց է լինելու։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։
Ադրբեջանը այսօր եւս հապատեգատվություն է տարածել, թե իբր մարտի 20-ի լույս 21-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Այս պայդրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում, նշված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ադրբեջանական հապատեգատվություններին եւ սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկություններին, թե 3 Ադրբեջանի ինտենսիվ կրակոցներ արձակել Սոտքի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը արդեն գրեթե 12-րդ հերթին է տարածում, որ հայկական կողմը չի կրակում։ Ինչու ապացույցներով չեք խոսում Ադրբեջանի հետ։ Մենակ արբանյակներին նկարացնել, որ հայկական կողմը չի կրակում, որևէ գործողություն չի դիմում։ Արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու չկրակելու մասին։ Դրա համար պետք են տեսագրություններ։ Իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևանները։ Մենք դրա համար ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր տրամադրեք մեզ։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանք։ Իսկ ինչի՞ չեք ուզում ապացույցներով դուք խոսեք։ Մեր պաշտպանության Ինչի մասին խոսենք, չեղած բանի մասին, չեղած բանի ի՞նչ է ապացույցը։ Իսկ ընդհանուր առմամբ տեղաշարժ կա թե Ոչ, չկա։ Սահմանության ինչ է նշանակում։ այսինքն պատերազմի վտանգ դուք չեք տեսնում։ Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչու է տարածվել նման տեղեկատվություն, մենք մի վարքյան։ Սա մեր գնահատականն է եղած փաստերի հիման վրա։ Եթե կլինեն փաստեր, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Հարգելի գործընկերներ, բայց հիմա հարցը այստեղից է։ Հարգելի գործընկերներ, որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ։ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Մամուլում տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում։ Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ։ Ասում եմ եւ անկախ նախկինում ունեցած պաշտոնից, ներկա պաշտոնից, ես ասում եմ պաշտպանության նախարարությունը մի քիչ առաջ է հայտարարությամբ հանդես եկել կամ մի ժամ առաջ, որ մեր հարգելի գործընկերները միայն տարածեն ճշտված տեղեկություններ, իսկ տեղեկությունները ճշտված են, եթե դրանք ճշտված են պաշտպանության նախարարության հետ։ Հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի եւ ազդակների համախումբը այս պահին բացակայում է, սակայն իրավիճակը արագ է փոխվում եւ մենք հետեւում ենք դրան։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը, արձագանքելով հարցին, թե այս պահին կա ադրբեջանական կողմից հարձակման հավանականություն։ Անդրադառնալով հարցին, թե որ երկրներն են, որոնք վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը, Քրիստինե Գրիգորյանը պատասխանել է, որ Հայաստանի անկախությանը եւ սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրներից, սակայն արտաքին հետախուզության ծառայության պետը չի մանրամասնել, թե որ երկրների մասին է խոսքը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգում հանդիպել է Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յայել Բրաուն-Պիվեի հետ, շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում նաև մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը։ Յայել Բրաուն-Պիվեն իր հերթին վերահաստատել է Հայաստանի խաղաղության ձգտումներին եւ ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված քայլերին Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը։ Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է հայկական կողմի վճռական դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջերս համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ, ինչպես նաեւ ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նաև ելույթ է ունեցել Եվրախորհրդի խորհրդարանների նախագահների ժողովրդավարության պաշտպանություն թեմայով համաժողովում։ Նա անդրադարձել է մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին եւ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Վեհաժողովի հարգելի նախագահ, հարգելի գլխավոր քարտուղար, վեհաժողովի հարգելի գլխավոր քարտուղար, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք։ Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան 7 տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ, ոգեշնչված մարդու արժանապատվության արժեքի նկատմամբ մեծ հավատքով։ Տիկնայք եւ պարոնայք, ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, այլև որպես ժողովրդավարության ուժին խորապես հավատացող մեկ։ Այս համոզմունքն է, որ դրդում է ինձ անդրադառնալ ներկա իրողություններին։ Մեր օրերի խելահեղությունը պետք է դիտարկվի բացարձակ հստակությամբ։ Փոթորիկը չի մոտենում, այն արդեն այստեղ է։ Քաոսը թաքնված է երկդմի հրետորաբանության մշուշում։ Փաստը կեղծիք է, դաշնակիցը թշնամի, զոհը ագրեսոր։ Ճշմարտությունը խաբկանք, անմեղը մեղավոր։ Այնքան թանկ բաներ են վերածվել մոխրի։ Լիբերալիզմի հենասյուները ճեղքվում են, իսկ ազատության սրբազան կրակը մարում է։ Ժողովրդավարությունը վտանգված է։ Կցանկանայի նաև անդրադառնալ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Անկասկած տեղյակ եք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը։ Մենք ողջունում ենք այս առաջընթացը եւ հավատացած ենք, որ խաղաղ համակեցությունը եւ տարածաշրջանային համագործակցությունն անվտանգության եւ բարօրության լավագույն երաշխիքներն են։ Խաղաղության խաչմերուկ մեր նախաձեռնությունը նպատակ ունի վերագործարկել տարածաշրջանային հաղորդակցությունները եւ խթանել տնտեսական զարգացումը, հիմնված փոխադարձ արգանքի եւ ինքնիշխանության վրա։ Սակայն պետք է նշեմ, որ շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները։ Ադրբեջանում հայ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք ենթարկված են երկարատև կալանքի, անմարկային վերաբերմունքի եւ շինծու դատավարությունների։ Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջնահերթ խնդիր է։ Բացի այդ, ես մտահոգված եմ Ադրբեջանի վերջին կեղծ հայտարարություններով Հայաստանի իբրև ռազմական գործողությունների մասին, որոնք լարում են իրավիճակը սահմանին։ Այս համատեքստում մենք ընդգծում ենք վստահության ամրապնդման միջոցների կարևորությունը, ինչպիսիք են Եվրամիության քաղաքացիական առաքելությունը եւ սպառազինության վերահսկման մեխանիզմները։ Լուծում պահանջող հարցերի մեծ մասը կամ արդեն ներառված է համաձայնագրում կամ կարգավորվում է դրա շրջանակում նախատեսված աշխատանքային խմբի միջոցով։ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնեցնել պայմանագրի ստորագրման ժամկետներն ու վայրը։ Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը թևակողելու նոր դարաշրջան։ Հարգելի գործընկերներ, մոտենում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-րդ տարեդարձը։ Այս արդիվ մենք վերահաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, որոնք երբեք չենք դադարելու պաշտպանել։ Մենք անշեղ ենք այս ճանապարհից։ Շնորհակալություն։ Բրազիլիա պաշտոնական այցի շրջանակներում արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանը եղել է Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում։ Իր ելույթում նախարարը անդրադարձել է հայ-բրազիլական հարաբերություններին, մշակութային կապերին, ինչպես նաև տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերներին։ Նախարարը պատասխանել է նաև հանդիպմանը մասնակցողների հարցերին։
Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության եւ բարգավաճման կերտմանը։ Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլ ընտրանք չունի։ Այս հիմնարար ընկալմամբ Հայաստանն ակտիվորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում։ Այսօր մենք ավելի քան երբևէ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը կհաստատի պաշտոնական միջպետական հարաբերություններ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության եւ ուժի կիրառումից կամ սպառնալիքից զերծ մնալու պարտավորությունների վրա։ Անցյալ շաբաթ մենք արձանագրեցինք էական առաջընթաց մեր բանակցություններում։ Համաձայնվելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին, Հայաստանը ճանապարհ հարթեց տեքստի վերջնականացման համար։ Այժմ խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է եւ պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական կամք այն անհապաղ ստորագրելու հարցում եւ առաջարկում է հնարավորինս շուտ նախաձեռնել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ, սահմանելու այս պատմական համաձայնագրի պաշտոնական ստորագրման վայրը, ժամանակը, ինչպես նաեւ այլ գործնական մանրամասները։ Կարգավորման այս համապարփակ գործընթացում Հայաստանը նաեւ ներկայացրել է կոնկրետ եւ փոխշահավետ առաջարկներ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որոնք նախատեսում են պարզեցնել սահմանահատման ընթացակարգերը եւ ներդնել լրացուցիչ մեխանիզմներ բեռների անվտանգության ապահովման համար։ Այս առաջարկները կստեղծեն հնարավորություն, որպեսզի եւ Ադրբեջանը եւ Հայաստանը փոխադարձաբար օգտվեն միմյանց երկաթուղային ցանցերից, խթանելով կայուն տնտեսական համագործակցությունը։ Մեր մոտեցումն արտացոլված է խաղաղության խաչմերուկ նորարարական նախաձեռնությունում, որն ավելի ու ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում։ Այս տեսլական ունեցող նախագիծը նպատակ ունի բացելու տարածաշրջանային ենթակառուցվածքները, ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ եւ էլեկտրական ցանցեր հիմնված ինքնիշխանության, իրավասության, հավասարության եւ փոխադարձության հիմնարար սկզբունքների վրա։ Բազմաթիվ երկրներ թե մեր անմիջական տարածաշրջանում, թե դրա սահմաններից դուրս ճանաչում են խաղաղության խաչմերուկը որպես կենսական կապ իրենց սեփական տրանսպորտային եւ լոգիստիկ ծրագրերի հետ, ընդգծելով դրա հեռուն գնացող գլոբալ ազդեցությունը։ Չնայած այս զգալի առաջընթացին, որին մենք հասել ենք, պետք է նշել, որ ադրբեջանական կողմից ագրեսիվ ռետորաբանությունը շարունակվում է, որն ուղեկցվում է ադրբեջանական կողմի հրադադարի խախտման վերջին օրերի կեղծ մեղադրանքներով։ Ուզում եմ ընդգծել, որ այդ մեղադրանքները բացարձակապես անհիմն են, ինչի մասին վկայում են նաև Եվրամիության դիտորդները, որոնք տեղակայված են Ադրբեջանի հետ մեր պետական սահմանի երկայնքով։ Հայաստանը հրադադարը խախտելու պատճառ չունի եւ հետեւողականորեն հանդես է եկել նման պնդումների հետաքննության մեխանիզմի ստեղծման օգտին, ինչին Ադրբեջանը դեռևս պետք է արձագանքի։ Բացի այդ, Հայաստանը նաև կառուցողական նախաձեռնություններ է ներկայացրել սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ վերիֆիկացիայի միջոցառումների վերաբերյալ։ Ցավոք, Ադրբեջանը չի արձագանքել այս առաջարկներին եւս։ Կայուն խաղաղության համար Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է հետեւողականորեն խթանեն փոխվստահությունն ու երկխոսությունը։ Այս գործընթացում դրական ներդրում կարող է ունենալ չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ներառյալ հայ ռազմագերիների եւ մյուս պահվող անձանց ազատ արձակումը, ինչպես նաև անհայտ կորածների եւ բռնի անհետացումների դեպքերի արդյունավետ քննությունը։ Ուստի ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության ժամանակը հիմա է եւ եթե տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման համար Հայաստանի ուժեղ քաղաքական կամքը փոխադարձվի, մենք կհասնենք երկար սպասված եւ ցանկալի խաղաղության։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց, կվերադառնանք քիչ անց։ Շարունակենք լրատվությունը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է կառավարության հնգամյա ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Նախարարը անդրադարձել է նաեւ բանակում տեղի ունեցող ատեստավորման գործընթացին։ Չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ադրբեջանական կողմի ժամանակ առ ժամանակ տարածած տեղեկությունների ընդհանուր առմամբ ամբողջ տարվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արմատական համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով 2024 թվականի ընթացքում մշակվել, հավանության է արժանացել եւ հրապարակվել է բանակի կերպափոխման հայեցակարգը։ Մշակվել է նաեւ հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը, ամբողջացում է հայեցակարգով սահմանված հանրայնացման ոչ ենթակա կերպափոխման գործընթացի բաղադրիչով բովանդակային նկարագրության մշակման աշխատանքները։ Ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների
բազմազանեցման արդյունքում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման եւ նոր նմուշների ձեռքբերման նպատակով կնքվել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի միջոցների մատակարարման պայմանագրեր մի շարք ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ, շարունակվել են ինժեներական ամրաշինական աշխատանքները, իրականացվել են մշտական տեղակայման վայրերի կառուցման, վերանորոգման աշխատանքներ։ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետությունում պլանավորվել եւ անցկացվել է արծիվ գործընկեր զորավարժությունը։ Շարունակվել է գործընկերային պաշտպանական համագործակցությունը Հունաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի եւ այլ երկրների հետ ամենամյա երկկողմ պլանների շրջանակներում։ Կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնագետների եւ ստորաբաժանումների մասնակցությունը Կոսովոյում եւ Լիբանանում միջազգային առաքելություններին, այլ պետությունների եւ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի փոխգործունակության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները եւ խմբերը մասնակցել են 7 զորավարժությունների եւ վարժանքների։ Շարունակվել է զինծառայողների ատեստավորման գործընթացը, որին մասնակցել է շուրջ 13500 զինծառայող։ Ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 57%-ը ստացել է դրական գնահատական։ Ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացել է 205,000-ից մինչև 470,000 դրամով։ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված լրացումներով ամրագրվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող եւ պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի պահպանումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու եւ ոչ ավելի քան փոխգնդապետ կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում։ Արհեստավար սերժանտների ինստիտուտի կայացման նպատակով նախաձեռնվել է օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների փաթեթի մշակում, մեկնարկել են կորպուսի սերժանտների 8-ամսյա ծրագիրը եւ բրիգադների սերժանտների պատրաստման 6-ամսյա դասընթացը։ Որպես լրացում նշեմ, որ սույն թվականի մարտի 25-ին տեղի կունենա առաջին սերժանտների կոչումների շնորհման արարողությունը, որով եւ կտրվի մեկնարկը պրոֆեսիոնալ անձնակազմի մուտքը զինված ուժեր։ Զինված ուժերում մարտական պատրաստության գործընթացների վերանայման շրջանակներում աշխատանքներ են տարվել հրահանգիչների ինստիտուտի կայացման ուղղությամբ, իրականացվել է կրակային եւ մարտավարական պատրաստության հրահանգիչների պատրաստում։ Շարունակվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ներգրավելու պաշտպան հայրենյաց ծրագիրը։ Սրա թվերի մասին փակ մասում կխոսեմ։ Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործման համատեքստում ընդլայնվել է վարժական հավաքների անցկացման շրջանակը, ընդգրկվելով մի քանի անգամ ավելի պահեստազորայիններ, կազմավորվել է տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությունը եւ հաստատվել է դրա կանոնադրությունը, գործողության մեջ են դրվել տարածքային պաշտպանության ստորաբաժանումների հաստիքացուցակները եւ հաստիքային հաշվեցուցակները։ Ռազմարդյունաբերության բյուջեն շատ մեծ հասկացություն է։ Հարույցի բաժինը պաշտպանության նախարարության կողմից արվող պետական պատվերներն են, որոնք եռամյա պայմանագրերով արդեն հասել են 171 միլիարդ դրամի։ Այս մասին խորհրդարանում չեպազրույցի ժամանակ հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ 2025 թվականի ընթացքում ներքին գործերի նախարարության թիրախը պետք է լինի անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումն ու աշխատանքների կատարելագործում, ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում ներկայացնելով կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Նախարարի գնահատմամբ կարևոր է նաեւ այն հանգամանքը, որ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների վերջնարդյունքը լինի գերատեսչության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը։ Ոստիկանության ոլորտի մասով պիտի նշեմ, որ ընթացիկ տարում, այսինքն 2024 թվականի կտրվածքով արդեն իսկ պարեկային ծառայության աշխատանքը տրամաբանորեն շարունակվել է, ջրային պարեկային ծառայությունը եւս շարունակել է իր աշխատանքները եւ
Պիտի փաստեմ, որ բարեկային ծառայությունը շարունակել է նոր եւ ժամանակակից մոդելով աշխատանքը գրանցելով մի շարք տպավորիչ արդյունքներ ոչ միայն վարչական իրավախախտումների, այլ նաեւ հասարակական կարգի պահպանության եւ նաեւ հանցագործությունների բացահայտման տեսանկյունից եւ միայն 2024 թվականի ընթացքում բարեկների կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել է ընդհանուր 3691 հանցագործության դեպք։ Եվ 2024-25 թվականի արդեն կտրվածքով մեր խնդիրը պիտի լինի ավելի ամրապնդել այս ձեռքբերումները եւ հետամուտ լինել զարգացման երկրորդ փուլին, որովհետեւ ինքներս արձանագրել ենք նաեւ որոշակի խնդիրներ, թե շփումների, թե ավելի բարձր պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից եւ հետեւապես պիտի շարունակենք վերապատրաստումների միջոցով լավարկել մեր ծառայողների գիտելիքները։ 24 թվականին գործարկվել է քրեական ոստիկանությունը եւ համայնքային ոստիկանությունը ֆունկցիոնալ նոր բաշխվածությամբ, տվյալ տարվա կտրվածքով ազգային ժողովի կողմից եւ ազգային ժողովի հովանու ներքո կարելի է այսպես ձևակերպել, մենք կարողացել ենք արագ ունենալ օրենսդրական փոփոխությունները, որոնց արդյունքում այս երկու ծառայությունները այլևս իրողություն են։ Պիտի նշեմ, որ քրեական ոստիկանության դեպքում հատկապես մենք բաց ընդունելություն են կազմակերպել եւ քաղաքացիական անձինք եւս կարողացել են մասը կազմելու այս ընդունելությանը, ինչը նոր շունչ, թարմ շունչ հաղորդելու տրամաբանություն ուներ իր մեջ եւ այս պայծրությամբ արդեն ունենք մի շարք անձինք, քաղաքացիական անձինք, որոնք որ իրենց աշխատանքն են իրականացնում քրեական ոստիկանությունում։ Համայնքային ոստիկանության դեպքում եւս կա արդեն կառուցվածքային եւ ֆունկցիոնալ գործարկումը, ունենք որոշակի ֆունկցիաներ, որոնք դեռևս ոչ ոստիկանական են եւ ընթացած տարվա կտրվածքով պիտի փորձենք դրանք դուրս բերել ոստիկանության տիրույթից, խոսքը ստանուցումների ճակերտավոր առաքմանն է վերաբերում կամ ուղեկցումների իրականացման այն մասշտաբով, ինչ որ այս պայծրությամբ իրականացվում է, բայց դրանք ընթացիկ տարում պիտի դառնան կոնկրետ լուծումների առարկա եւ մենք հասկանանք մեր մնացյալ քայլերը այս տեսանկյունից։ Ասեմ, որ օրեր առաջ համայնքային ոստիկանության տեսանկյունից մենք մշակել ենք մի օրենսդրական նախաձեռնություն եւ արդեն իսկ հանրայնացված է, որով երկու կարևոր փոփոխություն է կատարվում։ Համայնքային ոստիկանության դեպքում եւս նախատեսվելու է բաց մրցութային ձևաչափ կադրերի ընտրության դեպքում եւ այս փուլը հաղթահարած անձինք կհամարվեն ատեստավորված, ինչը կնշանակի, որ հնարավորություն կա գերազանց անցնելով բոլոր process-ները, այդ թվում ստանալ նաև սպայական կոչում եւ միջինում ստանալ շուրջ 500,000 դրամ, այսինքն կես միլիոն դրամ դրամական բավարարում։ Բայց ինչն է այստեղ ավելի կարևոր, որ մենք որոշել ենք հետեւյալ կերպ նաև լուծել այն խնդիրը, որ տարիքային տարբեր շեմեր են քննարկվում, թե մինչև որ տարիքում անձը կարող է դիմել ոստիկանության մասը կազմելու համար եւ մենք ունենք մի շարք դիմորդներ, որոնք հենց տարիքային շեմի պատճառով չէին կարողանում մասը կազմել այս ընդունելությունների եւ կորցնել այդ ռեսուրսը, որ իրականում կարող է պոտենցիալ ծառայել ոստիկանական աշխատանքին, ուղղակի շքեղություն կլիներ մեր տեսանկյունից եւ մենք օրենսդրական փաթեթով այլևս հանում ենք 35 տարեկանի առավելագույն շեմը եւ նախատեսվում է, որ ոստիկանությունում աշխատանքի կարող է անցնել 18 տարին լրացած ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք իհարկե պետք է տիրապետեն հայերեն լեզվին, միևնույն ժամանակ իրենց թե կրթությամբ, թե պատրաստվածությամբ եւ թե նաեւ ֆիզիկական տվյալներով ունակ կլինեն կատարելու ոստիկանության արժեվ դրված խնդիրներ։ Այսինքն գնում ենք դեպի բովանդակությունը, դուրս գալով այն թվային եւ տարբեր այլ մեխանիկական հաշվարկներից, որոնք կարող էին խոչընդոտել այս կամ այն կերպ կադրային համալրման աշխատանքները ոստիկանությունում։ Հայ-թուրքական սահմանի մարմարը անցակետը այսօր ժամանակավորապես բացվել է կողմերի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում։ Առավոտյան մի քանի բեռնատար հատել է թուրքական սահմանը, շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ինչ մանրամասներ են հայտնի։ Գիտեմ, որ 4 բեռնատար է հատել սահմանը եւ դրանք պատկանում են միջազգային բեռնափոխադրող ընկերությանը, ոնց հասկանում եմ վարորդները Հայաստանի քաղաքացիներ չեն եւ այժմ այդ մեքենաները շարժվում են դեպի Սիրիայի սահման, բեռնված են դեղամիջոցներով, սննդամթերքով, առաջին կարևորության այլ ապրանքներով եւ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Քոստանյանը այսօր շնորհակալություն է հայտնել Թուրքիայի իշխանություններին, որ հնարավորություն են ստեղծել, որ այդ մարդասիրական օգնությունը Սիրիա հասցվի ցամաքային ճանապարհով։ Հիշեցնեմ, Հայաստանի կառավարությունը մարտի 20-ին կայացած նիստում որոշել էր ժամանակավորապես բացել, այսինքն գործող դարձնել Մարմարայի անցակետը եւ այն այդպիսին կլինի մարտի 21-ից մինչև մարտի 31-ը, որից հետո կրկին կփակվի։ Դրան նախորդել էին Հայաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի
դիվանագետների միջև աշխատանքային հանդիպումները եւ հավանաբար այդ հանդիպումների արդյունքում էլ կայացվել էր այս որոշումը։ Իրականում բարձ է, որ սա քաղաքական որոշում էր, որը ինչ որ կետերում բխում էր Հայաստանի, ինչ որ կետերում Թուրքիայի շահերից, եթե խոսքը միայն մարդասիրական օգնություն Սիրիա հասցնելու մասին լիներ, ոչինչ չէր խանգարում ինքնաթիռով դա անել, ինչպես օրինակ արվեց 2023 թվականին, երբ Հայաստանը Սիրիա 2 ինքնաթիռ ուղարկեց նույնպես մարդասիրական օգնությամբ։ Այս դեպքում Հայաստանի համար կարևոր էր, որ այդ օգնությունը տեղ հասցնելու համար բացվի Մարգարայի անցակետը, ինչը այսպես խորհրդանշական նաև քայլ կլիներ, որը կվկայեր այն մասին, որ մոտենում է այն օրը, երբ Հայաստանի շրջափակումը վերջնականապես կվերացվի։ Մյուս կողմից սա բխում էր նաև Թուրքիայի շահերից, քանի որ հայ եւ սիրիացի դիվանագետների միջև շփումները ըստ էության լեգիտիմացնում են Ջուլանիի թուրքամետ այդ ռեժիմը, Հայաստանի արտգործնախարարի տեղակալը հանդիպել էր այդ ռեժիմի արտգործնախարարի հետ հունվարի 27-ին եւ այդ հանդիպումը Թուրքիայում ողջունել են։ Հավանաբար ողջունում են նաեւ այն, որ Հայաստանը մարդասիրական օգնություն է ցուցաբերում Սիրիային, որը այժմ ղեկավարում է այդ ռեժիմը։ Կգնահատեն Անկարայում, թե ոչ այս Հայաստանի այսպես բարի կամքը, դժվար է ասել, քանի որ հիշում ենք, որ Թուրքիայում չգնահատեցին Հայաստանի բարի կամքը, երբ Հայաստանը Թուրքիայում տեղի ունեցած այդ երկրաշարժից հետո նույնպես մարդասիրական օգնություն ցուցաբերեց այս անգամ Թուրքիայի ժողովրդին։ Թեև այդ ժամանակ եւս Մարգարայի անցակետը բացեցին, որպեսզի հայ բեռնատարները կարողանան օգնությունը տեղափոխել, բայց բեռնատարների վերադառնալուց հետո կրկին փակվեց անցակետը եւ Անկարայի քաղաքականության մեջ ոչինչ չփոխվեց։ Սահմանը բացվելու միտքը նշեցիր, արդյոք այդ օրը մոտիկ է, հավանական է։ Դե 22 թվականի հուլիսին որոշում կայացվեց, սկզբունքորեն, որոշում կայացվեց, որ պետք է սահմանը բացվին ու առնվազն երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար, եւ մինչ օրս այդ որոշումը չի կատարվել, չի ածվել, թեև տեխնիկական բոլոր հարցերը դրա համար լուծվել են։ Հայկական կողմից այդ անցակետը վերանորոգվել է կապիտալ ձևով, 1 միլիարդ դրամ է ծախսվել այն վերանորոգելու համար։ Թուրքական կողմի մասնագետները եղել են, համոզվել են, որ ամեն ինչ պատրաստ է, անգամ թուրք բանագնաց Սերդար Կլիչն է եղել այնտեղ, Հայաստանի իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանը այնտեղ է ընդունել իրենց հանդիպումներից նախավերջինի ժամանակ կարծեմ, այսինքն Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջ քաշել, որոնք կապված են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, բայց վերջին շրջանում այսպես ավելի ակտիվ են լուրեր շրջանառվում այն մասին, որ միգուցե թուրքական կողմը համաձայնվի երրորդ երկրների քաղաքացիների համար բացել հայ-թուրքական սահմանը, չսպասելով մինչև հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի կնքումը։ Բաքվում այս լուրերը իհարկե տագնապ են առաջացնում եւ այս լուրը ժամանակավոր սահմանի բացման մասին նույնպես Բաքվում մեղմ ասած չեն ողջունել։ Շնորհակալություն արծիվ։ Թարգման այս հատվածում հետևեք միջազգային լուրերին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այս շաբաթ Սաուդյան Արաբիայում կկազմակերպի անուղղակի բանակցություններ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Հինգշաբթի մարտի 20-ին ABC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի բանագնաց Քիթ Քելոգը։ Էրիադում ռուս-ամերիկյան կայանալիք բանակցությունների մասին հայտարարել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորեն ԱԴՑ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան եւ սենատոր նախկին բարձրաստիճան դիվանագետ Գեորգի Կարասինը։ Նույն օրը, բայց առանձին Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացվեն Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ իր հերթին հաստատել է, որ Ուկրաինային աջակցող երկրների կոալիցիայի առաջնորդները կհանդիպեն Փարիզում հաջորդ հինգշաբթի, քննարկելու Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի դեպքում Կիևին խաղաղապահներ ուղարկելու եւ անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը։ Այդ մասին Մակրոնը լրագրողներին հայտնել է Բրիտանիայում ավելի քան 20 երկրների ռազմական ղեկավարների հանդիպումից հետո։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հերթական անգամ խաթարել է Ուկրաինայի վերաբերյալ Եվրամիության բոլոր 27 երկրների եւ կառավարությունների ղեկավարների համատեղ հռչակագրի ընդունումը, հայտնում է Deutsche Welle-ն։ Իր թվիթերում Օրբանը գրել է. «Վետո, բավական է, մենք հունգար ժողովրդին կհարցնենք Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության մասին։ Մինչ այս պահը մենք չենք կարող աջակցել որևէ ընդհանուր դիրքորոշման այս հարցում»։ Հռչակագիրը հրապարակել են Եվրամիության երկրների 26 պետությունների եւ կառավարությունների ղեկավարները։ Փաստաթուղթը պարունակում է հայտարարություններ ի պաշտպանություն Կիևի։ Հռչակագիրը ստորագրած երկրները կոչ են արել անհապաղ ակտիվացնել ջանքերը Ուկրաինայի հրատապ ռազմական եւ պաշտպանական կարիքները բավարարելու համար։ Նշվել է նաև Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասի նախաձեռնությունը, որն այս տարի պահանջում է Ուկրաինային 5 միլիարդ եվրո հատկացնել հրետանային զինամթերքի համար։ Ստամբուլի քաղաքապետարանի մոտ արդեն երկրորդ օրն է, ինչ ընթանում են բողոքի ցույցերը։ Հազարավոր մարդիկ պահանջում են ազատ արձակել Ստամբուլի քաղաքապետին։ Ըստ միջազգային լրատվական միջոցների իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել երկրի գլխավոր ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի վրա։ Նրան ձերբակալելուց հետո դատարանը որոշում է կայացրել առգրավել եւ պետական հսկողությանը հանձնել նրա շինարարական ընկերությունը Իմամօղլու Construction-ը։ Իսկ ավելի վաղ Իմամօղլուին զրկել էին համալսարանի դիպլոմից, ինչը խոչընդոտելու է նախագահական ընտրություններին մասնակցելու նրա հնարավորությունը։ Բացի այդ, նա մեղադրվում է կոռուպցիայի եւ Թուրքիայում արգելված քրդական աշխատավորական կուսակցության հետ կապերի համար։ Իմամօղլուի ձերբակալությունը միջազգային բուռն արձագանք է առաջացրել։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը իրավիճակը որակել է շատ վատ զարգացում Թուրքիայում ժողովրդավարության եւ Եվրամիության հետ Անկարայի հարաբերությունների համար։ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որով սկսվել է ԱՄՆ կրթության նախարարության վերահսկման գործընթացը։ Սա նրա նախընտրական խոստումներից մեկն էր։ Հրամանի ստորագրումը տեղի ունեցավ Սպիտակ տանը, որին հրավիրված էին նահանգապետեր, պետական կրթության պաշտոնյաներ եւ դպրոցականներ։ Օվալաձև աշխատասենյակում կառուցվել է մի ամբողջ դպրոցի դասասենյակ Թրամփի համար առանձին գրասեղանով։ Չնայած կրթության վարչությունը ոչ ոքի չի վերապատրաստում, այն պահպանում է 80-ից ավելի աշխատակիցներով հասարակության հետ կապերի բաժին տարեկան ավելի քան $10 միլիոն արժողությամբ, ասվում է հրամանում։ Կրթության դեպարտամենտի փակումը երեխաներին եւ նրանց ընտանիքներին հնարավորություն կտա խուսափել ձախողված ու բյուրոկրատացված համակարգից, նշվում է հրամանի հիմնավորման մեջ։ Հինգշաբթի օրը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Անը ներկա է գտնվել երկրի նորագույն զենիթահրթիռային համակարգի փորձարկմանը։ Reuters-ի հաղորդման որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, որ Փենյանը տեխնիկական օգնություն է ստանում Ռուսաստանից նման համակարգերը կատարելագործելու համար։ Փորձարկումը հաջող է անցել, հայտնել է հարավկորեական Յոնհեփ գործակալությունը։ Իսկ Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հրապարակել են նաև լուսանկարներ, որոնցում երևում է, որ հրթիռը խոցել է թիրախը։ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը այսօր ամբողջ օրը փակ կլինի էլեկտրաէներգիա մատակարարող մոտակա ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով։ Հրդեհի պատճառն անհայտ է։ Հիթրոուն Լոնդոնի ամենամեծ օդանավակայանն է։ Այն աշխարհի 5-րդ ամենաբանուկ օդանավակայանն է եւ խոշորագույններից մեկը Եվրոպայում։ Լոնդոնի հրշեջ բրիգադը հայտնել է, որ մոտ 70 հրշեջներ պայքարում են բռնկված հրդեհի դեմ։ Ալա Ղալաչյան, Օրիզոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին Նովրուզի առիթով։ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ նոր տարվա Նովրուզի առիթով։ Մեր երկրում ապրող քրդական համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր հասարակական եւ մշակութային կյանքի նորույն երանգներ հաղորդողները, մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ։ Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի ազգային ավանդույթների պահպանման եւ զարգացման ասպարեզում։ Հայաստանի կառավարության աջակցությունը այս ուղղությամբ կլինի շարունակական, ասվում է ուղերձում։ Այսօր այսքանը, բարի գիշեր։